Կին Բադալյան ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա եւ տոնակատարության այդ միջոցառումների մասնակցությունը, որովհետեւ վերջին օրերին ամենաշատ լսած քննադատությունն այն է, որ ամեն դեպքում ճիշտ կլիներ, որ վարչապետը մերժեր այդ առաջարկը։ Դուք ինչպես եք գնահատում այդ այցը, արդյոք պետք էր գնալ, թե ամեն դեպքում վարվել այնպես, ինչպես Ալիևն է անում եւ ինչու այսօր ընդդիմությունը նաեւ շահարկում է, ասում է, որ այ տեսեք Ալիևը հրաժարվեց մասնակցել միջոցառումներից, իսկ Նիկոլ Փաշինյանը գնաց։ Ամեն անգամ ես ճիշտ ասած խորը ցավ եմ ապրում, տեսնելով մեր ընդդիմության, ինչպես նաև հասարակության որոշ շերտերի հիացմունքը Ադրբեջանի նախագահի նկատմամբ մեծ ցավ եմ ապրում անկեղծ եւ երբ որ անընդհատ այսպես համեմատականներ են տանում եւ այդ համեմատության մեջ փորձում են ամեն կերպ շահեկան դիրքերում դնել ոչ թե սեփական երկրի առաջնորդին, այլ հակառակորդ երկրի առաջնորդին, բայց ինչևէ կարծում եմ, որ արդեն բոլորս էլ ժամանակի ընթացքում դրան սովորել ենք։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այցին Ռուսաստանի Դաշնություն, ապա կարծում եմ, որ այդ այցը լիովին տեղավորվում է մեր կառավարության վարած քաղաքականության շրջանակներում, այսինքն մենք հիշենք, որ վարչապետը բազմիցս ասել է եւ մենք էլ սատարվենք հենց այդ քաղաքականությունը, որ Հայաստանի Հանրապետությունը թշնամի չպիտի լինի որևէ երկրի հետ, մենք բոլոր պետությունների հետ պիտի ունենանք այն չափով հարաբերություններ, որքանով որ բխում է երկկողմանի շահերից, ինչու ոչ նաև որոշ դեպքերում նաև մեր շահերից, որքանով որ բխում է եւ հետեւաբար լարված հարաբերությունները բացարձակ մեզ ոչ միտեղ չեն տանելու, այն էլ ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում, այն էլ հազարամյակներով ստեղծված աշխարհագրական պայմաններում, որ մենք ապրում ենք։ Ուստի այս քաղաքականության շրջանակներում նորմալ է ընդունել հրավերը եւ ներկա գտնվել այն միջոցառումներին, որոնց հետ մենք որպես հայ ժողովուրդ ունենք բավականին այսպես թե էմոցիոնալ, թե նաև պատմական իմաստով կապվածություն, այսինքն մեր նախնիները այնուամենայնիվ մասնակցել են այդ պատերազմին, զոհվել են շատերիս պապիկները կամ պապիկների պապիկները եւ մենք ինչ որ կապ դրա հետ ունենք եւ հետեւաբար ես որևէ պատճառ չեմ տեսնում քննադատության համար, իսկ թե դրանից հետո ինչպես կդասավորվի արդեն հետագա ընթացքը, կարծում եմ, որ մենք ինքներս կտեսնենք եւ հուսով եմ, որ այնուամենայնիվ մեր հասարակությունը արտաքին քաղաքականության իմաստով բավականին վստահում է իշխանություններին եւ գիտի, որ այնտեղ մեծ մասամբ սխալ քայլեր չեն արվել։ Հետաքրքիր է, որ հաճախ հայ-ռուսական հարաբերությունները փորձ է արվում հակադրել արևմտյան հարաբերությունների հետ։ Այս օրերին էլ ամենահաճախ հնչող հարցերից մեկը արդյոք վարչապետի այցը Մոսկվա չի վնասում արևմուտքի հետ մեր հարաբերություններին։ Արդյոք այս երկուսը կապ ունեն, այսինքն հակադրելը ճիշտ է հայ-ռուսական հարաբերությունները արևմուտքի հետ հարաբերություններին։ Այ հենց այստեղ է, որ հենց մեր հարցազրույցի սկզբում ասացի, որ բացարձակապես չի հակասում այն քաղաքականությանը, որը վարում ենք մենք, այսինքն բարիդրացիական հարաբերություններ տարբեր աստիճանների աշխարհի բոլոր երկրների հետ եւ բացարձակապես մի երկրի հետ հարաբերությունները չեն հակասում մեկ այլ երկրի հետ հարաբերություններին, համենայն դեպս մեր վարած քաղաքականության շրջանակներում, այն բոլոր նպատակները, որոնք մենք մեր առջև ենք դրել, որ ուղղությամբ որ մենք շարժվում ենք, բնական է, որ ընդդիմությունը պիտի ամեն ինչ քննադատելու համար առիթ գտնի եւ Ռուսաստան չգնալը մի տարի քննադատվում էր դա, որ այսպիսով Նիկոլ Փաշինյանը մեծ վտանգներ է ստեղծվում, հիմա գնալն է քննադատում, այսինքն եթե դուք ուշադիր լինեք, կտեսնեք, որ միևնույն մարդը եւ գնալն է քննադատում եւ չգնալն է քննադատում եւ հետեւաբար եթե մենք ունենք նպատակներ, եթե մենք մեր առջև դրել ենք այսպես նշաձողեր, որոնց մենք անպայման պիտի հասնենք, հետեւաբար քննադատություններին միշտ չէ, որ պետք է շատ ուշադրություն դարձնել։ Շարմազանովն էլ մայիսի 9-ին հայտարարեց, որ թեև վարչապետը ընդունել է այս առաջարկը եւ գնացել է մայիսի 9-ին մասնակցելու միջոցառումներին, բայց այնուամենայնիվ իշխանությունների խնդիրն է հայ-ռուսական հարաբերությունները տանել փակուղի։ Նաեւ ասում էր, որ թեև վարչապետը Մոսկվայում է, սակայն դա իրենց չի փրկելու։ Ինչ փրկելու մասին է խոսքը եւ էլի ինչու են ձեզ մեղադրում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու իմաստով։
Նախորդ մեկնաբանությունս լիովին տեղավորվում է այս հարցի շուրջ մեկնաբանության շրջանակներում, այսինքն ես արդեն ասացի, որ միևնույն մարդը եւ գնալուց է քննադատում, եւ չգնալուց է քննադատում, եւ բոլոր դեպքերում նույնիսկ երբ այլևս որևէ տարբերակ չկա, ինչ որ սխալ գտնելու, սկսում են ենթադրություններ եւ կանխագուշակություններ անել, ուստի սա այդ տարբերակն է միայն, եւ եթե այդքան լավ կարողանում են կանխագուշակել, թե ինչ է լինելու հետո կամ որևէ քայլ ինչի է բերում, ապա կարծում եմ, որ նրանք կարող էին շատ բաներ կանխագուշակել եւ մենք այսօր այս մարտահրավերների առջեւ կանգնած չենք լինի։ Շարմազանովը նաև նշում է, որ օրվա իշխանությունն էլ մի օր կգա այդ գիտակցությանը, որ Հայաստանի միակ բնական դաշնակիցը շարունակ եղել է եւ շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը։ Արդյոք ունեք այս գիտակցությունը եւ արդյոք դրսում դաշնակիցներ կամ ինչպես իրենք են ասում, փրկիչներ չեք փնտրում Ռուսաստանից բացի։ Մենք ընդհանրապես փրկիչներ չենք փնտրում ոչ իդեմս Ռուսաստանի Դաշնության, ոչ էլ իդեմս որևէ այլ երկրի։ Մենք հույսներս դրել ենք մեզ վրա եւ կարծում ենք, որ վաղուց էր այդպես պետք անել։ Մենք ինքնուրույն պիտի շարժվենք առաջ եւ եթե այդ ընթացքում այս կամ այն հարցով կլինեն սատարողներ, ապա մենք միշտ այսպես ողջունում ենք նրանց, եթե ոչ, ապա մենք ի տարբերություն այն քաղաքական ուժերի, որոնք որ այսպես դեռ չեն կարողam կողմնորոշվել ճիշտ է լավ հարաբերություններն է որևէ մի երկրի հետ կամ չէ, կամ ավելի չմանրամասնեմ, ի տարբերություն բոլորի, մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը այնքան ռեսուրս եւ այնքան գիտակցություն ունի, որ ինքնուրույն որոշի իր ապագան եւ ինքնուրույն ջանքեր գործադրի իր երազած ապագան իրականություն դարձնելու համար։